Բայց պարոն, այն որքան գեղեցիկ չի։ Մենք ենք այս ժողովրդի պաշտպանը։ Ստապվեք։ Ես անես կպայքարեմ։ Ստապվեք։ Հայաստանի քաղաքացիական կյանքը 2010-ականներին խիտ էր։ Երրորդ հանրապետության քաղաքացիական շարժումների մեծ մասը բաժին հասավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանին։ Չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել, չէ՞։ Մարտի 1-ից հետո մենք թևակողեցինք մի ժամանակաշրջան, որտեղ կուսակցությունների գործունեությունը այլևս մղվեց հետին պլան եւ դրա տեղը փաստորեն կանգնեցին այդ ակտիվիստական եւ քաղաքացիական շարժումները։ Այդ կայունության խախտումը Քոչարյանի որպես նախագահ վերջին գործողությունն արտակարգ դրության հայտարարումն էր։ Սերժ Սարգսյանի նախագահության սկիզբը նշանավորվեց 10 զոհով, գործադուլների, ցույցերի, երթերի արգելքով, լրատվամիջոցների գործունեության խիստ սահմանափակմամբ, ջարդված ցուցափեղկերով եւ հանրության շրջանում անարդարության խորացող զգացմամբ։ Անվերապահորեն կատարել սահմանադրության պահանջները։ Հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Ապահովել հանրապետության անկախությունը։ Անվանական կուսակցությունները կային, բայց կուսակցական պայքար փաստորեն այդքան չկար։ Եվ այստեղ մի շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, այսինքն այդ քաղաքական շարժումները իրենք զբաղվում են առանձին հարցերով, բայց չեն փորձում քաղաքական դիրք արտահայտել։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք օրինակ զբաղվում ենք, ասենք, Մաշտոցի պուրակով, մենք զբաղվում ենք թրջկանի ջրվեժով, մենք զբաղվում ենք 100 դրամով, մենք զբաղվում ենք էլեկտրիկ Երևանով, այսինքն բաներ, որոնք շատ կոնկրետ էին եւ այդ ակտիվիզմը շատ յուրահատուկ տասնամյակ ստեղծեց Հայաստանում։ Ինձ դա հիշեցնում է օրինակի համար, տեսականորեն է հիշեցնում, հասկանալի է, 60-ական թվականների եվրոպական շարժումները, այդ ուսանողական շարժումները, որոնք էլի այսպես ինքնաբուխ գնացել էին, նույնիսկ պատկերացեք մի բան ասեմ, սեքսուալ հեղափոխության իմաստով։ Այնպես ինչպես այնտեղ գնաց ազատագրում, այստեղ էլ գնաց ազատագրում։ Եթե դուք նկատի ունենաք, ասենք, այդ տարիների լոզունգները, բաները, չէ, շատերը այսպես էրոտիկական ակնարկներ ունեին, էլի։ Եվ դա խոսում էր այն մասին, որ մարդիկ ավելի իրենց ազատ էին սկսել զգալ։ Ընտանիքներից դուրս էին եկել, իրար հետ ծանոթանում էին, սիրահարվում էին, կապեր էին ստեղծում։ Դա չի կարելի ասել, որ չէ, մեկը դրած դրսից ուղղորդում էր։ 2010-ականների քաղաքացիական շարժումները կարելի է պայմանականորեն 4 մասի բաժանել՝ բնապահպանական, ուսանողական, սոցիալական եւ պատմամշակութային տարածքների պահպանությանն ուղղված։ Թեև բազմատեսակ այս շարժումների կազմը գրեթե միատարր էր, յուրաքանչյուրը ուներ իր տարերքը։ Երևանի քաղաքային դեմքի փոփոխությունը մեկնարկել էր 2000-ականներին։ Ներկայիս հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող տների ապամոնտաժումը, բնակիչների բռնի տեղահանումն ու ոչ համարժեք փոխհատուցումը, ավելի ուշ Աբովյանի վրա լեզվի ինստիտուտի շենքի քանդումը սկիզբն էր մի գործընթացի, որը փողոց էր հանելու դեռ անձև ու փխրունքա հասարակությանը։ Հիմա մեզ այստեղ տեղափոխեն, ուր գնանք։ Այս հնությունները կվերանա։ 2010-ականներին սկսվելու էր Երևանի կենտրոնի հին շենքերի անխնա հունձը։ Քանդիչ մեքենայի կռունկը անցնելու էր Մաշտոցի պուրակի, Աֆրիկյանների շենքի, Փակ շուկայի, Կինո Մոսկվայի ամառային դահլիճի, Ֆիրդուսի թաղամասի մոտով, տեղ-տեղ հաջողելով, տեղ-տեղ վրիպելով։ 10-ականների կուլմինացիան Աֆրիկյանների շենքն էր։ Քաղաքային դումայի անդամ աֆրիկյան եղբայրներն էին Երևանն առաջին անգամ խմելու ջրով ապահովել։ Քայլում էի Աֆրիկյանների շենքի մոտով մի անգամ, հերթական անգամ հիանում էի ու գնահատում ինչքան եզակի շենք է իր որմնաքանդակներով եւ այսպես ներքուստ ինձ խոստացա, որ եթե սրվի աֆրիկյանների հարցը, ես չեմ կարող անտարբեր մնալ ու ինչ-որ մի բան պիտի ձեռնարկեմ։ Հարցը սրվեց 2014-ի ամռանը։ Հին Երևանի այս հուշարձան շենքը պետք է քանդվեր Հին Երևան նախագծում ներառվելու համար։
Համարակալված քարերով նախատեսվում էր վերարտադրել շենքը մի քանի մետր այն կողմ Աբովյան Բուզանդարամ կողբացի փողոցների հատույթում։ Արդեն ավանդույթ դարձած ոճով շենքի բնակիչներին չնչին փոխհատուցում առաջարկվեց։ Ես հիշում եմ, որ այդ ընթացքում քաղաքապետարանից գալիս էին ճարտարապետներ, որոնց մենք բոլորս ճանաչում ենք, այդ հայտնի դեմքեր գալիս էին, փորձում էին մեզ ներկայացնել այդ հին Երևան նախագիծը, որ հեսա, չգիտեմ, վաղը կկառուցվի այդ հին Երևանը, բայց հիմա էլ մենք տեսնում ենք, որ այդ նախագիծը ու ինչպես լիք ուրիշ նախագիծներ հիմա Հայաստանում փուչիկ են։ Իրավիճակին հանրայնություն տալու համար որոշվեց մշակույթի գործիչների ներառել, համերգ կազմակերպել։ Մի քանի ռոք խմբեր հրաժարվեցին ներգրավվելուց։ Վերջի վերջո իր համերաշխությունը հայտնելու համար միացավ Տիգրան Համասյանը։ Այդ ժամանակ ոստիկանները բավականին վախեցել էին, որ մարդկանց ամբողջը շատ ավելի մեծ կլինի ու փակել էին, ավելի շատ էին ավելացրել այդ արգելապատնեշները ու երևի այդ համերգից հետո էր, որ մենք հասկացանք, որ այս մետաղների, ոստիկանների պատը ավելի մեծամեծնից էլի։ Աֆրիկյանների շենքը ապամոնտաժվեց, հին Երևան նախագիծը փաստացի չկա։ Այսօր աֆրիկյանների տեղում 22 հարկանի շենք է, որի 11 հարկը Մարիոթ Քորդիարդ հյուրանոցն է, որը պատկանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին։ Պայքարի մեթոդներից մեկը քարերի թվերը մաքրելն էր, առանց համարակալման ապամոնտաժում չէր լինի, սակայն վերջնական որոշման վրա դա ազդել չէր կարող։ Համարակալված քարերի ճակատագիրը անհայտ է։ Շատ միստիկ եղավ այս աֆրիկյանների քարերի պատմությունը, դրանք Սեբաստիայի փողոցում մի պահեստում բացօթյա մի տարածքում նետված էին, սիվիլնետով լուսաբանել են մի քանի անգամ մեր ընկերները։ Վերջերս ինձ ահազանգեցին, որ այնտեղից էլ են ահնետացել այդ քարերը, ես վստահ չեմ, հետևողական չեմ եղել այդ ահազանգին, բայց քարը ինչ որ միտեղ նետված այդ շենքը չի իր տեղում կանգնած։ Աֆրիկյանների ապամոնտաժումից հետո թվում էր, թե քաղաքային իշխանությունները անխոչնդոտ կարող են հավակնել Աբովյան 26-ի, Դոլմամայի, Փակ շուկայի եւ մի շարք այլ շինությունների։ Շենքերը տարբեր ճակատագրեր ունեցան։ Այնուամենայնիվ աֆրիկյանների շարժման մեծ ոգևորությունը պայմանավորված էր Մաշտոցի պուրակում տարած հաղթանակով։ Էքսպրոմպտ ոտքի վրա ձևավորվող քաղաքասարակությանը զուգահեռ այս շարժումները տրամպլին էին մեդիայի համար։ Սիվիլնետը երբ սկսում էինք, ես 20-21 տարեկան էի եւ այդ այն փուլներ, երբ նոր էին բյուրեղանում որոշ քաղաքացիական շարժումներ հայաստանյան եւ երևանյան հատկապես իրականության մեջ, մենք շատ մոտ էինք նաեւ ֆիզիկապես գտնվում եւ ամեն քաղաքացիների ահազանգին կարողանում ենք արագ արձագանքել եւ ներկա գտնվել։ Երևանի կենտրոնում պայքարի կիզակետ դարձած այս տարածքը ստացավ ոչ պաշտոնական Մաշտոցի պուրակ անվանումը, համանուն Պողոտայի հարևանությամբ լինելու պատճառով։ Այն հետո անվանակոչվեց Միսակ Մանուշյանի անունով, բայց այդպես էլ մնաց Մաշտոցի պուրակ։ Պուրակի տեղում ըստ քաղաքապետարանի ծրագրի պետք է հայտնվեին կրպակներ։ Պուրակի համար պայքարը շատ ավելի մեծ հաջողության հասավ, քան պարզապես այգին պահպանելն էր։ Դա ուրեմն 2012 թվականն էր, 2012 թվականի վաղ ամիսներ, այս ամիսները ըստ էության եւ այս ցուրտ շրջանում քաղաքացիների կուտակումներն էլ շատ մեծ չէին, բայց այդ այն բեկումնային փուլներ նաև հենց գլոբալ եթե նայենք, մեդիայի զարգացման պատմության մեջ, եթե այսպես ասենք, որ նոր տեխնոլոգիաները, ուղիղ եթերի տեխնոլոգիաները նոր էին ի հայտ գալիս, մի լուսանկար կա, գուցե տեսած լինեք, որ ես այսպես լապտոպը գլխից պահած, ֆոտոապարատը ձեռքից պահած, այստեղ Մաշտոցի պուրակում էր դա, այդ կոմբինացիաներով, որ համակարգչով էր եւ պրոֆեսիոնալ կամերայով եւ լարերով եւ ինտերնետի ֆլեշկայով եւ ինչ որ այսպես խառը միջոցներով, այդ էլի ավելի վատ որակի էր լինում, քան թե եթե հիմա հեռախոսը վերցնենք եւ ուղիղ եթեր դուրս գանք։ Պայքարը ավարտվեց հաջողությամբ։ Սիրուն չի, Տարոն ջան, Սերժ Սարգսյանը ասաց իր թևավոր դարձած խոսքը եւ այգին պահպանվեց։ Բայց Տարոն ջան, նայում ենք այդքան էլ գեղեցիկ չի։ Չէ՞, այո։ Պուրակ քանդելը, ես չգիտեմ, այնտեղ ասենք էլեկտրիկ Երևանը եւ այլն, հարցեր էին, որոնք լրիվ թույլատրելի էին։ Դրանք այնպես չէր, որ մահացու վտանգ էին ներկայացնում իշխանությունների համար, բնականաբար որ իշխանությունները բավականաչափ տոլերանտ էին դրանց նկատմամբ, ինչ կա ուր։ Ա 2018-ի հեղափոխությունը քաղաքասարակության առաջ բացեց իր դարպասները։ Նախկին ակտիվիստներից շատերը դարձան պաշտոնյաներ, հասարակական կազմակերպություններից շատերն էլ սկսեցին անմիջական ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։
Ամենաակնառուն հեղափոխության մուտքն էր քաղաքապետարան, ուղիղ իմաստով։ Չնայած փոխվստահության մթնոլորտին ճամփաբաժանը երկար սպասել չստիպեց։ Հայաստանում այլևս երբեք պատմամշակութային շենք չի քանդվի, ասաց Նիկոլ Փաշինյանը 2018-ին, բայց վարչապետը մոռացավ նշել, որ այլևս չի էլ վերականգնվի։ 2019-ին Հին Երևան նախագծի շինարարական աշխատանքների հետևանքով փլուզվել էր Հայաստանի փոքրիկ երգիչների շենքի պատը։ Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեշյանը, քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը եկել էին իրավիճակին տեղում ծանոթանալու։ Պատը ճարտարապետական հուշարձան է, հարցրել էր Փաշինյանը։ Հուշարձան է, պատասխանել էր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Հելոյանը։ Ուրեմն պետք է ամրացնել, ասել էր Փաշինյանը, Հայաստանը փոսերից հանելը մեր հիմնական առաքելությունն է։ Անցել է ավելի քան 7 տարի, իսկ պատը նույն տեղում է։ Որոշակի սառը ցնցող զգացինք նրանք, ովքեր մնացել են քաղաքասարակությունում եւ նրանք, ովքեր պաշտոնի էին ու հանկարծ սկսում էին կրկնել տեքստեր, որոնք որ մենք լսել ենք նախորդ տարիների նախորդ իշխանություններից եւ որից միշտ վրդովել ենք, հա։ Մենք միասին կանգնել ենք աֆրիկյանների պատի տակ։ Մենք միասին պայքարել ենք, մենք միասին նայել ենք ինչպես այդ ֆասադը քանդվում Գլենդել Հիլզի կողմից, որը որ խոստանում էր քարերը հաթաթանել եւ հետո վերականգնել, մի որոշում, որին մենք դեմ ենք եղել։ Եվ այսօր այդ քարերը կիսաքանդ կիսավեր ընկած են Գլենդել Հիլզի ետնաբակերում։ Եվ ես ուղղակի չեմ հասկանում ինչպես նախկինում, երբ մենք պայքարում ենք այդ նույն մարդկանցով ներկայացող կազմակերպության դեմ, այսօր մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցել։ Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասը քաղաքի մշակութային մի շերտ այսօր վերանում է։ Թաղամասի քիչ թվով բնակիչները մի ծանոթ նախադասություն են ասում. կառուցապատողը անընդունելի ցածր գին է առաջարկում։ Ֆիրդուսի կամ ֆիզիկայի ավանի կամ ֆիզգորոդոկի պահպանման համար ընթացող պայքարը մարդաշատությամբ սիճում էր նմանօրինակ նախկին պայքարներին։ Երևանում ընթացած ուսանողական շարժումները գրեթե միշտ ծնվել են Երևանի պետական համալսարանում։ Ժամանակի ընթացքում նախաձեռնողականությունը բնականորեն մի ֆակուլտետից մյուսն է անցել։ Բուհերի ֆակուլտետները միմյանցից կարելի էր հստակ տարանջատել ըստ դասախոսների քաղաքական հայացքների, ուսանողական խորհուրդների ազդեցության աստիճանի, ուսանողների քաղաքացիական դիրքորոշման եւ ավելի հաճախ բացակայության հիմքով։ 1994-ին հիմնված ԵՊՀ ուսանողական խորհուրդը հաճախ է մեղադրվել գործող իշխանության կամ բուհի ղեկավար անձնակազմի շահերի սպասարկուն լինելու մեջ։ Գնահատական չտալով պետք է նշել, որ ուսխորհրդի անդամներն ու նախագահները իրապես հաճախ են համալրել հանրապետական կուսակցության կամ դրա երիտասարդական թևի շարքերը։ Ուսխորհրդից զատ կային ուսանողներ, որ ղեկավարության հանդեպ իրենց հավատարմությունը արտահայտում էին ցույցեր ցրելով։ Այս թեզի ամրապնդման մեջ զգալի դեր խաղաց 2013-ին նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարող ուսանողական ցույցը։ Ուսանողներին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից հեռացնելու նպատակով նախկին ռեկտորի նախկին օգնական Գևորգ Մելքոնյանը թողարկեց ախալքալակցիների զորք եզրույթը։ 13 թվականն երբ որ ախալքալակցիների գունդ հասկացությունը եկավ, այն ժամանակ պարզեր, որ իրանք էլ չեն պատկերացնում, որ դա շատ վատ բան է։ Հետո հանրային արձագանքից հետո իրանց մեթոդաբանությունն է փոխվեց։ Ոչ թե պետք է հանրային օրինակ ասել ախալքալակցիների գունդը բերեք, այլ ախալքալակցիներին, այդ տղաներին ստիպել մտնել այդ շատ վատ խաղի մեջ, փորձել տղայական մակարդակում ճնշել ակտիվություն ունեցող ուսանողներին։ Ես կարող եմ ասել, որ այո, 18 թվականին կոնկրետ ես ու իմ շատ ընկերներ այդ մարդկանց հետ գործ ենք ունեցել։ Ես շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ 18-ից հետո փոխվեցին, ոչ թե փոխվեցին, այլ կարելի ասել դուրս եկան այդ խաղից։ Չնայած ժամանակ առ ժամանակ կազմակերպվող բողոքի ակցիաներին չկար միասնական շարժում, որ կհավաքներ այլընտրանք լինել ուսանողական խորհուրդներին, ուշադրություն հրավիրել բուհական խնդիրներին եւ արմատացած բյուրոկրատիան փոխարինել տարերային շարժմամբ։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը 2017-ին Հայաստանի ազգային ժողովը ընդունեց զինվորական ծառայության մասին օրենքի նախագիծը, որով սահմանափակվում էր կրթական հիմքով տարկետում ստանալու իրավունքը։ Դեռ 2004-ին ստեղծվել էր հանուն գիտության զարգացման շարժումը, կրկին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Շարժման ուսանող անդամներից էին այսօր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, փոխրեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ այլ։ 2017-ի հոկտեմբերին Երևանի պետական համալսարանի որոշ ուսանողներ նույնանուն շարժում ձևավորեցին՝ հանուն գիտության զարգացման 2։ Շարժման մի քանի դրվագ մեծ ռեզոնանս առաջացրեց համացանցում եւ բուհի ներսում։ Ուսանողների ելումուտը խոչընդոտելու համար որոշ մասնաշենքերի դռներ կողպվեցին, այս գործելավոճը քանիցս դեռ կրկնվելու էր եւ եղան հացադուլներ ու պատուհանից ներս մտնող ուսանողներ։ Չնայած իր տարերային բնույթին շարժումը երկար չտևեց, ուսանողների տարկետմանը վերաբերող պահանջը կարելի է ասել չբավարարվեց։ Փոխզիջումը աննշան է։ Ազգային ժողովը
եւս մեկ անգամ չլսեց ժողովրդի ձայնին։ Մի քանի ամիս անց շարժման հիմնական կազմը հիմնեց ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը։ Նույնիսկ մենք մշակեցինք մանիֆեստ, որտեղ հիմնականում մատնանշվում էր, թե ինչ բուհական խնդիրներ կան ու այդ մանիֆեստը ես միջև հիմա որ կարդում եմ, իմ տեսած ամենատենց հոդաբաշխ, սենց փաստահեն տեքստերից մեկն ա եղել քաղաքացիական շարժումներում։ Բողոքի ակցիաներ իրականացվեցին բուհի սանիտարահիգենիկ պայմանների, գրադարանի համալրվածության, ճաշարանի սննդի գների շուրջ, բայց դժվար չէր կռահել, որ բողոքի հիմքը այս գործոնները չէին։ Իրականում այդ ամեն ինչը մեր սերնդի մեջ կուտակված էր։ Մենք հասկանում ենք, որ տարբեր շարժումներ փորձել են ինչ-որ բան անել, բայց ճնշումների պատճառով իրաց չի հաջողվել ու մենք լրիվ այլ մեթոդաբանությամբ էինք աշխատում։ Մենք մեզ չենք դիրքավորում սենց շատ մաքրամաքուր քաղաքացիական շարժում։ Մտածում ենք, որ ընդհանրապես նախորդ քաղաքացիական շարժումները ձախողել են, որովհետև իրենք փորձում էին բուհի արտաքին միջավայրից փոփոխություններ անել, հա։ Ուսանողական քաղաքացիական նախաձեռնության հիմնական նպատակը բուհի ապակուսակցականացումն էր։ Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը հանրապետական կուսակցության անդամ էր, իսկ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Ուսանողական շարժման անդամները վկայում էին իրենց նկատմամբ ճնշումների մասին։ Սկզբից դասախոսը տա մի քիչ խորհրդատվություն տրամադրում, հետո քեզ ստանում են դեկանի մոտ, հետո դեկանի մոտ էլ չի ստացվում ավելի բարձր եւ գալիս է մի մակարդակ, որ պետքա տղայական մակարդակում ճնշել քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մարդուն։ 2018-ի հեղափոխությունը նոր թափ հաղորդեց շարժմանը, թեև Ռեստարտը որպես կառույց զերծ մնաց հայտարարություններից, սակայն վերջի վերջո բազմահազարանոց ցույցերին միացան Ռեստարտի բոլոր անդամները։ Հեղափոխությունից որոշ ժամանակ անց դրվեց ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջը, ուսանողները մտան նիստերի դահլիճ ու հրաժարվեցին դուրս գալ։ Զուգահեռաբար ուժգնանում էր Ռեստարտ ու Սխորհուրդ Ոդիսականը։ Խուսափելով իրադարձությունների երկար ժամանակագրությունը ներկայացնելուց կարելի է ամփոփել այսպես. 2021-ի վերջից մինչ օրս Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը Հովհաննես Հովհաննիսյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսօր Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ Բրյուսովի անվան պետական համալսարանում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ագրարայինում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ այսպես շարունակ։ Հեղափոխությունից անմիջապես հետո Ռեստարտի որոշ անդամների նոր իշխանության հետ աշխատելու հնարավորություն տրվեց։ Առաջարկը մերժվեց։ Ուսանողների խոսքով տարկետման իրավունքի բարձրագույն կրթության մասին օրենքի իրենց պահանջները շարունակում էին մնալ չլուծված։ Արդեն 2021-ին պատերազմից հետո ԵՊՀ Ռեստարտի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը գնաց ազգային անվտանգության խորհուրդ քարտուղար Արմեն Գրիգորյանի օգնական։ Ռեստարտը վերածվեց հիմնադրամի ուսանողական շարժումը դարձավ կազմակերպություն։ Կարելի է ասել, թե փոխվեցին միայն դերակատարները։ Երևանի պետական համալսարանը շարունակում է լինել կուսակցական։ Ինչ վերափոխումների ենթարկվեց ուսանողական խորհուրդը։ Ինչու ժամանակին տարերային շարժումը հեռացավ Չարենցի այգուց ու հաստատվեց գրասենյակներում։ Ինչու նորընտիր իշխանությունը գնաց տրորված ճանապարհով։ Ռեստարտը հասավ բուհական ինքնավարության իր երազանքին։ Ռեստարտի թիկունքում կանգնած ու նրանց խորհուրդներ տվող ավագները անսասան մնացին իրենց սկզբունքներում։ Հանրապետական կուսակցության ստեղծած ենթակառուցվածքները ԵՊՀ-ում մինչև հիմա շարունակում են գոյություն ունենալ։ Դա լուրջ փոխհամաձայնության արդյունք է ներկա ու նախկին իշխանությունների միջև։ Հիմա իրավիճակը փոխվել է, մենք ամենայն դեպս ունենք ընտրություններ, որոնք քիչ թե շատ բոլորը ընդունում են, որ կեղծված չի, ամենայն դեպս նույնիսկ ընդդիմությունը ընդունում է, որ կեղծված չի ընտրությունները, գոնե ընտրատեղամասերում, նույնիսկ ընտրատեղամասերից դուրս, ու մենք չենք կարող այն նույն մեթոդաբանությամբ պայքարել, որով պայքարում էինք 18-ից առ։ Ռեստարտ ու Սխորհուրդ հարաբերությունները նախկինի պես թեժ չեն, ու Սխորհուրդը որևէ դիրքորոշման փաչքի չի ընկնում։ Երևանի պետական համալսարանի դասախոս Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատվելուց հետո Civilnet-ը մեկնաբանություն էր խնդրել ուսանողական խորհրդից։ Ուսանողական խորհրդի նախագահը պատասխանել էր, որ դասախոսի հեռացումը բուհի ղեկավարության կայացրած քաղաքական որոշումն է, իսկ քաղաքականությամբ ու Սխորհուրդը չի զբաղվում։ Դասականների որոշ շարժումներ աչքի ընկան հայտնիների մասնակցությամբ, այդպիսին էր ոչ 150 դրամինը։ Այն վերաբերում էր Երևանի տրանսպորտի սակագնի թանկացմանը։ Բարև ձեզ։ Մենք իջնում ենք կենտրոն, եթե ինչ-որ մեկը կամ ենք իջացնենք, խնդիր չի։ Հայտնի լրագրողներ, դերասաններ, հանրային գործիչներ իրենց մեքենաներով տեղափոխում էին մարդկանց, կոչ անելով չվճարել 150 դրամ։ Ցուցարարների շարքում էին լրագրող Պետրոս Ղազարյանը, այսօր ազգային ժողովի падգամավոր Լուսինե Բադալյանը, դերասան ավելի ուշ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գործարար ավելի ուշ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ այլն։ Քանի որ ես մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ եւ այսպես ենք բնույթով բիզնեսմեն, էությամբ բիզնեսմեն, իմ համար ամենակարևոր բանը
այդ ամեն ինչի հիմնավորվածությունը եւ թափանցիկությունն է։ Մենք, այսպես պարզ վերլուծությամբ հասկացել ենք, որ հանգիստ կարելի է չբարձրացնել սակագինը։ Հիշում եմ, որ Էլեկտրիկ Երևանի ժամանակ մենք մենյուով այստեղ ցուցարարներին ձրի սնունդ էինք բերում, բայց այդ ձրի սնունդը ոչ թե մեր հաշվին էր, այլ հիշում եմ, որ արտերկրից շատ մարդիկ, շատ մեր հայրենակիցներ ուղղակի մտնում էին on-line վճարում էին, ասում էին տարեք 100 հատ պիցցա այնտեղ բաժանեք, օրինակ, էլի։ Բնականաբար, եթե ընտրությունները ազնիվ լինեին, արդար լինեին եւ ամեն մի խնդրի ժամանակ այդքան մարդ դուրս չէր գալու փողոց, այդքան մարդ չէր ընդվզելու, որովհետեւ ի վերջո 5 տարով ընտրել են ինչ որ մի կառավարող ուժ, պետք է այդ 5 տարին այդ կառավարող ուժը պետք է աշխատի, եթե դուրները չի գալիս 5 տարի հետո կփոխեն։ Իսկ այստեղ այդ միտքը, որ մեկը չենք կարողանալու փոխենք, գոնե կետային խնդիրները լուծենք։ Երկու դեպքում էլ, եթե հիշում եք, տրանսպորտի թանկացումն էլ չեղարկվեց, էլեկտրաէներգիայի սակագինն էլ որոշակիորեն վերանայվեց սկզբնական ուղղությամբ, այսինքն այդ երկու շարժումներն իրենց բնույթով հաջող են, բայց իմ կարծիքով նաև իշխանությունների, անժանեկվա իշխանությունների համար դա, այսպես ասենք, քաղաքական դժգոհությունների ալիքը պարպելու ձև էր։ Յուրաքանչյուր քաղաքացիական շարժում դա ի վերջո քաղաքական, որովհետև ամեն ինչի մեջ կա քաղաքականություն, ամեն փոքր որոշման մեջ կա քաղաքականություն, դա մի փոքր խաբեություն է, որ ասում են սա մաքուր քաղաքացիական է, սա մաքուր քաղաքական է, իրանք միշտ ինտեգրված են իրար մեջ։ Շարժումը հաջողեց։ 2 տարի անց սկսվեց Էլեկտրիկ Երևանը։ Բողոքը ուղղված էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Անապահ դադարեցնել անօրինական գործողությունները եւ հեռանալ մարշալ Բաղրամյան պողոտայից։ Ես Գասպարյան Վովան եմ։ Տասականների ամենախոշոր շարժումը աներկբայորեն Էլեկտրիկ Երևանն էր 2015-ին։ Կազմը էկլեկտիկ էր։ Թրծված քաղաքտիվիստներ, դերասաններ, հաղորդավարներ, նույնիսկ հոգևորականներ։ Սա բոլորովին նոր կազմակերպվածություն էր։ Քաղաքասարակությունը արդեն ձևավորված էր։ Ցուցարարները իրար ճանաչում էին։ Ոմանք ծանոթացան բարիկադների մոտ եւ ամուսնացան։ Քաղաքացիական ակտիվությունը նորաձև էր, փողոցը գրավիչ, միլենիալներն էլ չէին կարողանում տանը մնալ։ Ցույցի գագաթնակետը հունիսի 23-ն էր, վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց ցուցարարների ուղղությամբ։ Բռնության ենթարկվեցին թե ցուցարարները, թե լրագրողները։ Շարժումը համալրեց Երևանյան փողոցային պայքարի բառամթերքը։ Ինչքան ջրեք, այդքան կաճենք վանկարկումը դարձավ ցուցարարների սիրելին։ Իսկ իշխող հանրապետական կուսակցության անդամ падգամավոր Արաքել Մովսիսյանը տեղի ունեցածին անդրադարձավ պատճառահետևանքային դիպուկ մի ձևակերպմամբ։ Շոկա ջուրը շփեին։ Պարոն Մովսիսյան, Վալերի Որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց մասնակի սուբսիդավորման պատրաստակամության մասին։ Առաջարկը ոչ բոլորին բավարարեց։ Շարժումը կիսվեց։ Ցուցարարների մի մասը Վաղինակ Շուշանյանի գլխավորությամբ շարժվեցին Ազատության հրապարակ, օպերա։ Մյուսները Մաքսիմ Վարդանյանի հետ մնացին Բաղրամյան պողոտայում։ Այս պահին ամենանպատակահարմար տարբերակը Ազատության հրապարակում լինելն է։ 2010-ականների որևէ շարժում արժեզրկելու ամենաաշխատող մեթոդը շարժման առաջնորդներին գործող իշխանության հետ գաղտնի համագործակցության մեջ մեղադրելն էր։ Այդպես եղավ նաև Էլեկտրիկ Երևանի ժամանակ։ Համակարգող խմբում վստահ եմ, որ չկային մարդիկ, ովքեր փորձում էին տանել շարժումը այլողությամբ, վստահ եմ, բայց դրսից էին մարդիկ, ովքեր որ բավականին մտերմացել էին համակարգող խմբի որոշ անդամների հետ ու իրենց համար ճիշտ պահին X պահի կարողացան ազդել մարդկանց վրա, ստեղծեցին այդ իմիտացիաները ու ազդեցին ամեն դեպքում, փաստացի ազդեցին։ 2015-ին Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը գնեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Էլեկտրիկ Երևանը ավարտվեց։ Հեղափոխության մասին խոսելը դեռ չափազանց նաիվ էր, բայց ինչ-որ բանի հետ հաշվարկ արդեն սկսվել էր։ Առանձին պատմություն է Հայաստանի բնապահպանական դիմադրությունը, Ամուլսարի, Թեղուտի, Թրջկանի, Ազատ գետի պաշտպանությունը։ Այստեղ մարդկանց ծանոթ բնապատկերի փոփոխությանը սպառնում էին ոչ թե կրպակները կամ նույնիսկ 22 հարկանի շենքերը, այլ հիդրոէլեկտրակայաններն ու հանքարդյունաբերող ընկերությունները։ Խաղադրույքը շատ ավելի մեծ էր։ Սակայն այս շարժումները վերհիշելու համար բնապահպանական ակտիվիստների հետ հանդիպել չհաջողվեց, չուզեցին։ 18 թվականից հետո շատ մեծ ոգևորություն կա, որ եթե քաղաքասարակությունը ակտիվորեն իր բողոքի ձայնը բարձրացնի, ներկայացնի հիմնավորումները եւ այլն, այդ ինքը կարա հասնի օրինակ իրանց բարձրացած խնդիրների լուծումներին։
Այս լավատեսությանը երկար ժամանակ չէր մնացել։ Բնապահպանական շարժումը ջարդվեց ջերմուկում։ Ամուլսարի համար վերջին ցույցը եղավ 2020-ին, պատերազմից մեկ ամիս առաջ։ Բնապահպանական շարժման ակտիվիստներից շատերի նկատմամբ Լիդիան Արմենիայի ընկերությունը բազմաթիվ դատական հայցեր է ներկայացրել։ Ավելի կոնկրետ, հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր Strategic Lawsuit Against Public Participation։ Ինչ է սա նշանակում։ Ընկերությունը դատական հայց է ներկայացնում բնապահպանական շարժման որևէ անդամի նկատմամբ, մեղադրելով ընկերության համբավը արատավորելու կամ զրպարտություն տարածելու մեջ։ Այսպիսի դատական հայցեր են ներկայացված բնապահպան ակտիվիստների հիմնական մասի նկատմամբ։ Ոմանցից պահանջվում է ընդհանուր մինչ 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Սա արվում է բնապահպաններին ճանապարհից հեռացնելու համար։ Դա չի նշանակում, որ կամպանիան չի կարող ներկայացնել։ Դա իհարկե կամպանիան պետք կարող է ներկայացնել, բայց ինքը եթե հայտ է ներկայացնում, եք կարծում եմ, որ իրան համբավ օրինակ ինչ-որ ձևով ճիշտ չի ներկայացված եկել եւ այլն, այնտեղ պետք է սահմանված լինի ինչ-որ համաչափ տուգանք։ Համաչափ տուգանքը կամպանիայի համար, եթե դա իհարկե 3 միլիոն չի ու 6 միլիոն չի։ Արդյոք ամուլսարի հարցում պարտությունը Հայաստանում բնապահպանական պայքարի առջև վերջակետ է դնում։ Պաշտոնական եվրոինտեգրացիայի ճանապարհին դու ունես շատ լուրջ ձևով դրված այդպես կանաչ խնդիրները։ Մեր պետությունը ունի պարտավորություն տարբեր կոնվենցիաների, նաև բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում։ Եվ մեր ակտիվիստները եւ նաև մենք աշխատում ենք տարբեր կոնվենցիաների սեկրետարիատների հետ, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն, թե մենք ինչպես ենք մեր կառավարությունը, մեր պետությունը ինչպես է հետևում այդ իրանց պարտականություններին եւ այնտեղ ենք ներկայացնում մեր բողոքները։ Եղան դասակարգման դժվար ենթարկվող շարժումներ եւս, առանձնյակներ, որոնք բողոքի ցույցերի մեջ գեղարվեստական տար մտցնելու հնարավորություն տեսան։ Հակահարված արտխումբը անարդարության դեմ ցասումը պարպում էր քաղաքի պատերին գրաֆիտիով։ Հակահարված արտխմբի ամենալուրջ հակահարվածը թղթե տանկով ազգային անվտանգության ծառայություն ուղևորվելն էր։ Տանկի ստարտակը մեղադրվեց դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու, խուլիգանություն կատարելու եւ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեջ, սակայն վերջիվերջո արդարացվեց։ Հետադարձ քարտեզ կազմելով շատերը այս շարժումներից դեպի 2018-ի հեղափոխություն տանող ուղիղ գիծ են տեսնում։ 2018-ին իշխանության եկան հիմնականում նախկին ակտիվիստները, որոշ ժամանակ լրատվամիջոցները խնդրի առջև էին, ինչ սկզբունքով շարունակել գործել, ինչպես լուսաբանել առանց վնասելու։ Իսկապես այդ հեղափոխությունը 18 թվականի, որ եղավ, անկախ նրանից ով ինչպես կվերաբերվի նրան, փաստն այն է, որ իսկապես շատ ակտիվիստներ դրա մեջն էին։ Եվ երբ որ արդեն իշխանությունը սկսեց ձևավորվել, իրենք որոշ չափով կողմնորոշման խնդիր ունեին։ Հիմա ես մտնում եմ իշխանությունների մեջ, թե ես մնում եմ դուրսը։ Եթե մտնում ես իշխանության մեջ, արդեն իսկ ուրեմն քո քննադատական գործառույթը դրանով ավարտվում է, իսկ եթե դու մնում ես դուրսը, էլի, այսպես ընկերներս են, երևի ես լավ չեմ հասկանում, գուցե լավ բան են անում, ինչ գիտեմ։ Ամենամեծ խզվածքը առաջացավ 2020-ի պատերազմի ավարտով։ Հանրության նշանակալի շերտի աջակցությունը կորցրած իշխանությունը աստիճանաբար սկսեց կիրառել նույն մեթոդները, առնվազն ցույցեր ցրելու 5 գործելակերպը։ Ամենատխրահռչակ դրվագը թերևս 2022-ին զոհված զինծառայողների ծնողներին եռաբլուրից բերման ենթարկելու դեպքն էր։ Այս եւ նմանատիպ դեպքերին արձագանքը հաճախ ուշանում էր։ Աստիճանաբար հայկական Facebook-ի գլխավոր հարցերից դարձավ. ուր է քաղաքասարակությունը, ուր են հասարակական կազմակերպությունները։ Ակտիվիստական շարժումները այսպես համարյա թե իրենք իրենցով էին աշխատում, իսկ հասարակական կազմակերպությունները այնուամենայնիվ ունեին դոնորներ։ Գիտեք, այդ դոնորները այնուամենայնիվ իրենց ծրագիրն են առաջարկում եւ ոչ թե ձերը։ Եթե քաղաքացիական հասարակության մեջ այդ կազմակերպությունները կարծես խնդիր ունեն լուծելու այն խնդիրները, որոնք հրատապ են թվում այդ հասարակությանը, իրենք սկսում են լուծել այն խնդիրները, որոնք հրատապ են թվում դոնորներին։ Վերկացեք, տեսեք այդ քայլերն են։ 2010-ականները Հայաստանի քաղաքացիական շարժման ոսկե դարն էին։ Մհեր Մանուկյանի ջահել ազատության երգը եւ մենք ժպտում ենք կարելի է համարել այս պայքարի հիմները։ Առաջինը գրվել է 2008-ի հետընտրական գործընթացների ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կեղծված համարելով նախագահական ընտրությունները պահանջեցին կազմակերպել նոր ընտրություններ։ Եթե հիշում եք, պարբերաբար լինում էին հանրահավաքներ, երթեր եւ այդ երթերի ընթացքում կար երիտասարդների խումբ, որոնք թմբուկներ էին բերում ու այդ երթի ընթացքում զարկում էին ինչ-որ ռիթմ։ Եվ քայլելիս երթի ժամանակ այդ ռիթմը լսելիս հենց սկսեց իմ մեջ ինչ-որ բան առաջանալ,
ռիթմ եւ երաժշտություն, այդ տակ-տակ-տամ, այդ ռիթմը ու տենց սկսեց առաջանալ այդ երգը։ Նրանք մեզ ուրացան, բայց մեր հացը կերան, մեր թեթև քայլերին լարեցին թակարդներ։ Մենք ժպտում ենք արդեն մարտի 1-ից հետոյի շրջանն է պատկանում, այն ժամանակ իմ ավակ ընկերներից մեկը, այսինքն դե շատերը մարտի 1-յան իրադարձությունների արդյունքում բանտեր նետվեցին եւ նրանցից մեկը Դավիթ Մաթեոսյանն էր, մեր ավակ ընկերներից, որը բանտից գրեց հոդված։ Այդ մենք ժպտում ենք հոդվածը եւ դիմում էր նաեւ այդ հոդվածում նաեւ անդրադարձ կար ինձ, իմ համեստ անձին, այդ հոդվածի ազդեցությամբ գրեցի մենք ժպտում ենք երգը։ Բայց այդ երգերում այնքան հստակ բաժանում կա մեր եւ նրանց միջեւ։ Այո, իհարկե։ Հիմա չկա այդ բաժանումը։ Այն ժամանակ, օրինակ, երբ որ գրվեց մենք ժպտում ենք երգը, մենք դա մարդիկ էինք, ովքեր պայքարում էին հանուն արդարության, նրանք էին, ովքեր կեղծում էին ընտրությունները, հանիրավի ձերբակալում էին մարդկանց, մարտի 1-ի զոհերի պատճառն էին դարձել եւ այլն եւ այլն։ Հիմա ինձ համար ինչ որ մի պահից այդ ամեն ինչը սկսել է միաձուլվել եւ դառնալ մեկ։ Եվ պայքարի սլաքը ուղղվել է դեպի ինքս ինձ, ոչ թե դեպի դուրս։ Երգը հետաքրքիր կյանք ունեցավ։ Ապօրինի ձերբակալված Դավիթ Մաթեոսյանի հոդվածից ստեղծված երգը, որ փաստացի ուղղված էր մարտի 1-ի պատասխանատուներին, 2019 թվականին երգվեց ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի վերջինիս դատական նիստի ժամանակ։ Ֆանտաստիկայի ոլորտից է, չէ՞։ Ով կպատկերացներ այն ժամանակ, որ մարդիկ ում մասին իրականում գրվել է այդ երգը, այսինքն ոնց որ արտաքին շերտում նկատի ունեցել երգը, կմիացներ այդ երգը որպես ի պաշտպանություն իրենք Ձեզ համար զավեշտալի էր դա։ Լիքը այդպես տարբեր զգացումներ խառնվել էին իրար։ Մի կողմից շատ հաճելի էր, որովհետև այդ իրականությունը չէի կարող պատկերացնել երբեք, էլի։ Մյուս կողմից իհարկե զավեշտը կար, թախից կար, իհարկե տխրություն կար, որ մենք մեկը այն բանը, այսինքն նույնիսկ այդ իրավիճակում մենք չենք հասել նրան, ինչ որ պատկերացնում էինք այն ժամանակ։ Միլենիալ ակտիվիստների անձրևի տակ ու վառվող ասֆալտին մշակած լուսավոր ապագայի երազանքը թվում էր, թե 2018-ի հեղափոխությամբ պետք է իրականանար։ Հավաքական ցնծությանը մասնակցել էին ամենաաննկուն պրագմատիկները։ Արդյոք ընկերներին նեղացնել չցանկանալու, պատերազմի պարտության ու լուսաձայնային նռնակներով ցույցեր ցրելու միջակայքում տարալուծվեց Մաշտոցի պուրակում Աֆրիկյանների շենքի մոտ ջրցան մեքենաների առջև ձևավորված արդեն ոչ փխրուն, այլ թրծված քաղաքասարակությունը։ Հարցը բաց է։ Նրանք մեզ ուրացան, բայց մեր հացը կերան, մեր թեթև քայլերին լարեցին թակարդներ, մենք նրանց խղճացինք, նրանց սխալ հասկացան, երկնեցին նորանոր ծուղակներ։ Մենք նրանց բերեցինք նորորվա երազներ, ջահել ճիչ բերեցինք ապագա օրերի, նրանց հայացքը ափսոս վաղուց խուլ է դարձել մեր զնգուն գրկաբաց երգերին, մեր սիրուն աղմկոտ երգերին, բայց մենք